Եթե մենք գնում ենք 18 թիվ, ապա մենք գիտենք, թե ում փողերով կատարվեց այդ ամեն ինչը։ Իշխանափոխություն կարելի ասել աթոռազավթում, կարելի ասել, չգիտեմ, ապստամբություն կամ բռնի հեղաշրջում։ Ամեն ինչ կարող ենք ասել դրա հետ կապված։ Բայց մենք գիտենք, թե ում փողերով եղավ եւ ում միջամտությամբ եղավ եւ ինչ կազմակերպությունների միջամտությամբ եղավ։ Կամաց սկսվեց քանդելը, այսինքն կրթական համակարգ, առողջապահական համակարգ եւ այլն։ Սրանք զուտ դիտարկումներ են, որոնք որ ակնհայտ են, անզեն աչքով կարող ես նայել այդ ամեն ինչին եւ մի քիչ հետաքրքրվելու դեպքում տեսնել։ Օրինակ, չգիտեմ, կրթության ոլորտը եթե նայենք, մենք տեսնում ենք ինչ է կատարվում այսօր կրթության ոլորտում։ Նորաձևության շրջանակներում։ Այո։ Վերադառնանք եկեղեցուն։ Այո։ Եկանք, հասանք մի կետի, որտեղ արդեն տեսնում ենք, որ միակ կառույցը մնացել է հայ առաքելական եկեղեցին։ Խանգարող իմիջիայլոց եւ դրսի ուժերին եւ ներսի ուժերին։ Դրսի ուժերին խանգարող, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին երբեք չմտավ այդ խաղի մեջ, ուրացող խաղի մեջ երբեք չմտավ եւ հայտնեց իր դիրքորոշումը հստակ վեհափառ հայրապետի դեմքով։ Հիմա այդ մարդիկ հայտարարեցին, որ այս կառույցը խանգարում է խաղաղությանը եւ խանգարում է հետագա ընթացքին, որովհետեւ ռևանշիստական կոչեր ունի, մտքեր ունի եւ ազգապահպան մտքեր ունի։ Հետևաբար այն մարդիկ էլ ովքեր որ ենթարկվում են այդ կառույցին կամ այդ կառույցի պահանջներն են իրականացնում, բնականաբար պիտի անեին այս ամեն ինչը։ Այսինքն իրենք շատ լավ գիտեն եւ հստակ գիտակցում են, որ հայ առաքելական եկեղեցին ունի բացարձակ պաշտպանություն ժողովրդի կողմից, ազգի կողմից։ Այսօր էլ կա այդ բացարձակ պաշտպանությունը ազգի կողմից, որովհետև այն ամենը ինչ որ կատարվեց այս մի քանի ամիսների ընթացքում, ավելի շատ բարձրացեց եկեղեցու դերն ու հեղինակությունը մարդկանց շրջանում, քան նախկինում էր։ Որովհետև գիտակից մարդիկ, տեսնելով այս ամենը, հասկանում են, որ սա անձի պայքար չի, անձի կռիվ չի։ Սա եկեղեցու դեմ դուրս գալ է եւ եկեղեցին կաթողիկոսի դեմքով իջեցնելն է եկեղեցու դերն ու նշանակությունը։ Որովհետեւ եթե խոսքը գնում է վեհափառի մասին, եթե ուզում են վեհափառին փոխեն, հեռացնեն Գարեգին II կաթողիկոսին, ապա հաջորդող կաթողիկոսը ըստ իս պետք է լինի ձեռնածու կաթողիկոս, որին կասեն այս կողմ այս արա, այն արա եւ այլն եւ այլն։ Եվ գյադեք այս կողմ, գյադեք այն կողմ։